Նախկին պատգամավոր ընդդիմադիր Միհրան Հակոբյանի վրա հարձակված տղամարդիկ ձերբակալվելուց անմիջապես հետո ազատ են արձակվել։ Հակոբյանին մարմնական վնասվածք պատճառած մարդկանց կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է։ Օրը ցերեկով բորենու նման մարդու վրա կարող են հարձակվել նախօրոք պլանավորված, դարանակալված եւ դրանից հետո իրենց ոչ մի բան դրա համար չի լինի։ Մեկ շաբաթ առաջ հանրային տարածքում Դալմամոլի հարևանությամբ մի խումբ դիմակավորված անձինք հարձակվել էին իշխանությանը կոշտ քննադատող Հակոբյանի վրա ու նրան ծեծել, գլխին էին հարվածել ու քիթը կոտրել։ Ոչ մի տեսակի անձնական թշնամի, նույնիսկ վեճ, նույնիսկ հակասություն որևիցե մեկի հետ չունեմ։ Քննչական կոմիտեն հայտարարում է, որ բացահայտել է բռնարարների ինքնությունը։ 5 հոգու մեղադրանք են առաջադրել, միայն նրանց անվան առաջին տառերն են նշել։ 3-ը մեղադրվում են առողջությանը թեթև վնաս պատճառելու համար, 2-ն էլ բռնությանը օժանդակելու։ Ըստ քննչականի բռնությունը նախապես են պլանավորել ու իրականացնելու համար մեքենա կեղծ համարանիշ են ձեռք բերել, հետապնդել են Միհրան Հակոբյանին ու հարձակվել։ Եվ այս ամեն ինչը իմ արտահայտվելու, իմ քաղաքական, հանրային կեցվածքի դիրքորոշման համար է կազմակերպված ակնհայտորեն, եւ դրա ապացույցն էլ հենց այն էր, որ հարձակվողներին իրավապահ համակարգը ձերբակալում է շատ արագ, բայց նրանք նույն արագությամբ ինչ որ ձերբակալվել են, նույն արագությամբ էլ ազատ են արձակվում։ Ովքեր են բռնություն գործադրողները, ինչու են իրեն թիրախավորել։ Քննչականում Հակոբյանին նրանց լուսանկարներն են ցույց տվել, անուններն էլ են ասել, բայց ասում է չի ճանաչում։ Պնդում է իր ընդդիմադիր գրառումների ու ելույթների համար է թիրախավորվել, իշխանությանն է մեղադրում։ Եվ եթե այս ամեն ինչից պետքա ճնշվեմ, վախենամ, տարբերակը որն է, վերցնեմ իմ իրերը, այս երկրից գնամ, որը չեմ պատրաստվում։ Վարչապետն այս դեպքից մեկ օր անց անանուն գրառում արեց ու դատապարտեց բռնությունը։ Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Բռնության կոչ անողները եւ բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե քաղաքական, թե իրավական գնահատականի։ Դատապարտեց եւ անցավ առաջ։ Դրանից հետո այդ մարդկանց ձերբակալում են, այդ մարդիկ նույնիսկ մեկ օր չեն կալանավորվում։ Նիկոլ Փաշինյանի անկեղծությանը չի հավատում Հակոբյանը։ Եթե այդքան բռնությանը դեմ է, ինչու են ազատության մեջ մեղադրյալները։ Երբ կարծիք հայտնելու համար ազգային անվտանգության ծառայության մեկուսարաններում են հոգևորականներն ու գործարար Կարապետյանը, շեշտում է Միհրան Հակոբյանը։ Մեկը կալանքի տակ է խոսքի համար, մեկը անհասկանալի թե ինչի համար, եւ դրանք հարգարժան, պատվարժան մարդիկ են, որոնք կալանավորվելու ուղղակի աբսուրդի ժանրից է սա։ Սա եւս մեկ անգամ հաստատում է, որ մենք գործ ունենք Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ մի դիկտատուրայի գնացող մի համակարգի հետ, որը նման կերպ է իրեն պահում։ Իսկ ինչ կասի մամուլում շրջանառվող այն վարկածի մասին, որ իր ծեծը ազգային անվտանգության ծառայության տնօրենի պատվերով է։ Հակոբյանը դեպքից օրեր առաջ մի գրառում էր արել ԱԱԾ տնօրենի ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ինտիմ կապի մասին, ավելի ճիշտ հարցադրում ու րոպեներ հետո ջնջել։ Լուրեր շրջանառվեցին, թե հենց այս գրառման պատճառով է հաշվեհարդարը եղել։ Հակոբյանը խոստովանում է, որ գրել ջնջել է, բայց թե ով է իրական պատվիրատուն, կարծում է քննչականը պետք է պարզի։ Շատ կարճ ժամանակ հետո դա հեռացրել եմ, որովհետև իմ ընկերները զանգահարել են ինձ, մի շարք մարդիկ ինձ շատ մոտ, հարազատ եւ հորդորել են դա հեռացնել մի բանի համար, որ այդ բառապաշարով, որով արտահայտվում է երկրի վարչապետը, ինչ չի սազում։ Ինձ բառացի ասել են իմ ընկերները, խորհուրդ են տվել, ասել են մի չի Նիկոլի մակարդակին հանի այդ գրառումը, ես էլ հանել եմ։ Բռնության շարժառիթի մասին քննչական կոմիտեից մանրամասներ չեն հայտնում, ոչ էլ հանցագործության համար մեղադրվողների անուններն են ասում։ 4 տարի առաջ էլ Միհրան Հակոբյանի տան բակում իր մեքենայի տակ նռնակ պայթեց, քրեական գործ հարուցվեց, բայց դեպքը այդպես էլ չբացահայտվեց։